Նրանտապանում հյուրընկալել եմ Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանին։ Տիկին Դալաքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Ինչ կանդրադառնանք քննարկվող այս իրադարձություններին, վերջին միջլուսաբանված թեմայից սկսենք մեր հարցազրույցը, մասնավորապես 3 տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ընդունել է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը, կազմում եղել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, հայ նախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ծավալված համագործակցությունը եւ երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցությունը խորացնելու հարցում։ Այս տեղեկությունը ինչու գրավեց իմ ուշադրությունը, որովհետեւ երբ փորձում ենք հասկանալ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, արդյոք Հայաստանի գործող իշխանությունը իսկապես գնում է արևմուտք թե ոչ, շատերն են կարևորում էներգետիկ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։ Հիմա սա համարել այդպիսի ազդակ, որ Հայաստանը գուցե քիչ է խոսում դեպի արևմուտք գնալու մասին, բայց գործնական փոքր քայլեր է անում այդ ուղղությամբ։ Ճիշտ ասած, ես դրական կընկալեի, եթե մոտ 1 տարի առաջ նմանատիպ հայտարարություն չտարածվեր արդեն գնել Սանոսյանի կողմից, հիշում եք, որ ասեց մենք համագործակցում ենք, շուտով մոդուլային ատոմական իրականություն կդառնա, անցավ 1 տարի, հետո սկսեցին խոսել, որ Ռուսաստանի հետ են էլի այդ ոլորտում համագործակցում, այսինքն ելնելով նախկին դառը փորձից, ես չեմ շտաբի դրական արձագանք տալ, ինչպես օրինակ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության վերաբերյալ դեռ քայլեր չկա, այսինքն հանդիպմանը արդյոք կհետևեն գործնական քայլեր, չեմ կարող ասել, կուլիսներում ինչ են պայմանավորվել, դա էլ մենք չենք կարող նշել, բայց այն որ ամերիկյան կողմը միշտ էլ պատրաստ է եղել մեզ աջակցել, վստահ եմ, այստեղ Հայաստանի իշխանությունների քաղաքականության խնդիրն է, իհարկե իրենք իրենց մտավախություններն ունեն Ռուսաստանի հետ կապված, որը ինքն էլ առաջարկեց ինքը մասնակցի ատոմականի նոր վերագործարկմանը, այս կարծում եմ էլի Փաշինյանը ինչպես այլ հարցերում էլ եւ-եւի քաղաքականություն է տանում, բայց տեսնենք ապագայում ինչ գործուն քայլեր կլինեն, սպասենք։ Տիկին Դալաքյան, եթե եւ-եւի քաղաքականություն է, ապա ինչու անգամ Լավրովի այցից հետո օրինակ չի բավարարվում ռուսական կողմի պահանջը կամ ակնկալիքը կապանում ունենալ ռուսական հյուպատոսություն, մինչդեռ մենք տեսանք, որ Գորիսում Ֆրանսիան հասավ նրան, որ ունենք պատվո հյուպատոսարան, չնայած որ ասում են գլխավոր հյուպատոսություն չէ, ամեն դեպքում նշանակալից իրադարձություն է։ Նախ որովհետև դա արդեն անվտանգային խնդիր է Հայաստանի համար, իհարկե ատոմականն էլ է ոչ պակաս կարևոր, բայց այս պահին մենք լուրջ անվտանգային խնդիր այդ ուղղությամբ դեռ չունենք, դա հետագայի խնդիր է, երբ Ռուսաստանը փորձի մեծ վրա ճնշումներ կիրառել, եթե մենք ուզենանք հեռանալ վերջնական ռուսական օրբիտայից, իսկ ինչ վերաբերում է Սյունիքի հատվածին, այդտեղ մենք այս պահին հենց լուրջ անվտանգության խնդիր ունենք, իսկ Ռուսաստանը փաստորեն աջակցում է Ադրբեջանի գործողություններին Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքի հետ կապված, բայց այդտեղ միայն Հայաստանը չի որոշում, կան աշխարհաքաղաքական լուրջ կենտրոններ, որոնք դեմ են տարածաշրջանում կապուղիները ռուսական վերահսկողության տալուն, Իրանն է, նույն Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը եւ Փաշինյանը այստեղ չի կարող նաեւ հաշվի չնստել նրանց շահերի հետ։ Հիմա ֆրանսիական այդ հյուպատոսության հետ կապված պատվո հյուպատոսության նշանակությունը դուք ինչպես կգնահատեք։ Ես դա քաղաքական եմ գնահատում, պարզ է, որ Ֆրանսիան այդտեղ զորքեր չի տեղակայելու կամ եթե Ռուսաստանը բացի այնպես չի, որ դա նշանակում է հենց նույն բանը տվեցինք Զանգեզուրը, բայց սա քաղաքական ազդակ է, որ մենք համագործակցում ենք այս հարցում առաջնայինը արևմտյան երկրների հետ, այն երկրների հետ, որոնք դիրքորոշում ունեն հստակ, որ կապուղիները պետք է ապաշրջափակվեն տարածքային ամբողջականության սահմաններում, որոնք քննադատում են եւ ծաղրում են նույնիսկ Ֆրանսիայի մակարդակով արևմտյան Ադրբեջան խոսույթը, ի տարբերություն Ռուսաստանի, որը ասում է, որ Հայաստանի սահմաններից տեղյակ չի։ Պարզ է, որ սա քաղաքական ճնշման նպատակ ունի նախ եւ առաջ Ադրբեջանի վրա։ Ձեր համար հասկանալի է Լավրովը ինչ առաքելությամբ էր եկել եւ արդյոք հասավ նպատակին։ Եթե փորձենք գնահատել նրա այցը, ընդհանուր առմամբ։ Նախ կարծում եմ սա ավելի շատ այսպես ռետորական մակարդակի այց էր, որովհետև Ռուսաստանը խնդիր ունի հարթակների այսօր, իսկ Լավրովը հիմնականում խոսում էր Ուկրաինայից, եթե նկատեցիք, այսինքն իրեն հարթակ էր պետք, իրենց էլի կեղծ թեզեր այդ Ղրիմի, Լուգանսկի եւ այլն առաջ տանելու հետ կապված Հայաստանի ուկրաինացման, այդ ամբողջ Ուկրաինայի մասին էր ըստ էության, սա մեկ եւ հասկացնելը, որ Հայաստանին չի սպառնում, եթե նա ասեց, չէ, այստեղ չեն ճնշում ռուսներին եւ այլն, այսինքն հասկացրեց, որ ինչ
ինչ հարցերի դեպքում կարող են օգտագործել այդ բանաձևը, որ ռուսներին ճնշում են եւ Հայաստանը ուղղակի այդ հարցում մի փոքր էլ խնդրի մեջ է, որտեղ այստեղ չկա այդպեսի մեծ ռուսական համայնք։ Հաջորդը ուզում էին ցույց տալ աշխարհին, որ այդ տեսակետը թե Հայաստանը հեռացել է մեզնից իրական չի, բացի այդ հասկացնել, որ մեկը Հայաստանը հապկում է մնում եւ ԵՏՄ-ում է մնում, այսպես քարոզչական նպատակ ուներ այս այցը, իսկ կուլիսներում ինչ են խոսել, դա միայն Միրզոյան Արարատը կարող է ասել, արդյոք շնշումներ եղել են, որ օրինակ հապկ դիտորդներ այստեղ կան այդ թեմաներ խոսեցին, բայց սա առաջինի ուղղակի քարոզչական նպատակ ուներ։ Հիմա ներքաղաքական այս վերջին զարգացումներին գալով մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը շարունակում է ամեն օր գրառումներով սրել այդ եկեղեցու, հատկապես կաթողիկոսի հետ կաթողիկոսի կուսակրոնության ուխտ դրժած լինելու թեման։ Հիմա դուք ինչ դիտարկումներ կանեք, ես տեսա, որ հասցրել եք Facebook-ում գրառումներով անդրադառնալ, ընդհանուր առմամբ այս պայքարը կամ այս բանավեճը, եթե կարելի է այդպես անվանել, սա ուր է տանելու եւ ինչու է ծավալվում հիմա։ Լավ տեղ չի տանելու, ինչու, որովհետև բևեռացնում է հասարակությանը, որը տեղից ավելի բևեռացված էր, քանի որ մեթոդը սխալ է ընտրված իշխանությունների կողմից։ Եթե մենք պիտի պատասխանենք հայհոյանքով, մենք ասելով իշխանությունները պատասխանեն հայհոյանքով, վիրավորանքով, նույնպես ինչպես իդեպ սկսել է եկեղեցին, եկեք անկեղծ ասենք, որ այս քանի տարի արդեն իշխանափոխությունից հետո անդադ թիրախավորում են Փաշինյանին, անձնականները, ընտանիքը, հարաբերություններ, շատ տգեղ խոսակցեր այդ Գալստանյան շարժումը նույնիսկ չեմ էլ ուզում ասել ինչ լեքսիկոններ օգտագործում, այսինքն պայքարը սկսել է եկեղեցին։ Իդեպ Փաշինյանը 2008-ից հետո առաջ չտարավ այդ գիծը, իմ տարբերություն, իմ կարծիքով սխալ էր դա, որ եկեղեցում էլ պիտի փոփոխություններ կատարվեն եւ նա փորձեց հաշտվել եկեղեցու հետ, բայց վերջերս հատկապես քաղաքական թեմաներով միջամտությունը եկեղեցու սրել է հարաբերությունները։ Եկեք բարձ ասենք, եթե եկեղեցին լռեր, Փաշինյանը չէր նկատի, որ Գարեգին երկրորդը զավակ ունի, բոլորն է գիտեին դրա մասին, այստեղ նույնիսկ ես զարմանում եմ, ժողովուրդը ինձնից ավելի շատ է տեղեկացված, քանի զավակ ունի եւ որտեղ, այսինքն սա առիթ էր այս եկեղեցուն զսպելու, որ քաղաքական հարցերին չմիջամտի եւ իրեն չքննադատի, ես իր տեսանկյունն եմ ասում։ Իսկ իմ տեսանկյունը այն է, որ եկեղեցին իրավունք ունի տեսակետ ունենալ, բայց այդ քննադատությունը պիտի լինի հավասարաչափ եւ օբյեկտիվ։ Այսինքն քննադատեք, ես էլ եմ քննադատում Փաշինյանին, իր սոցիալական սխալ քաղաքականության, տնտեսական, բանակում բարեփոխումներ չանելու, արտաքին քաղաքականության համար, Արցախի հարցի փակման համար, որը մեզ խաղադրույք էր, ես խոսել եմ դրա մասին, չափից դուրս խաղաղության մասին խոսելու համար, բայց միելի կողմեր կան այնտեղ, իդեպ նրանց մեղքերը ոչ պակաս կարևոր են, կամ քննադատում են արևմուտքին, Ռուսաստանն էլ պիտի լինի քննադատություն, եթե չկա դա, ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից է ամեն ինչը կարգամ հայ եկեղեցի եւ Հայաստան հարաբերությունները, պետություն ես կասեի, եւ դա լավ չի, դա սպառնում է մեր ազգային անվտանգության, այնպես էլ չի, որ գաղտնիք է։ Այսինքն այդ վտանգները, որը ենթադրում ենք իշխանությունը զգում է, բավականին շոշափելի են, այսինքն մեծ է այդ վտանգի կշիռը։ Ես կառանձնացնեի երկու վտանգ, մեկը իշխանությունների հանդեպ վտանգ մյուսը պետության հանդեպ։ Ինչու եմ այստեղ առանձնացնում, որովհետև շատ հարցում ես ինքս չեմ կիսում Փաշինյանի քաղաքականությունը եւ ասում եմ քննադատությունը նորմալ է, բայց նախ եկեղեցին իրավունք չունի համանդությունից դուրս գալ եւ կոչեր անել բռնի հեղափոխությունների, դեռ մի կողմ որ հայ եկեղեցի եւ պետություն հարաբերությունների շրջանակից են դուրս գալիս։ Երկրորդը եկեղեցին ինքը առաջ է տանում Ռուսաստանի քաղաքականությունը, որևէ խոսք չի ասում Ռուսաստանի հասցեին, արևմուտքում է գնում այսպես բարձրաձայնում Արցախի հարցը, հենց Արցախի հետ կապված որևէ դիրքորոշում չի արտահայտել, թե որ կենտրոններն էին դրա մեղավորը, չեն քննադատում նախկին իշխանություններին, այսինքն վտանգը այն է, որ եկեղեցին կփորձի օգտագործելով մեր հավատքը եւ հարգանքը եկեղեցու ինստիտուտի հանդեպ, այստեղ գնալ սրացումների, դա միայն իշխանությունների դեմ չէ, այլ հենց պետության եւ հրահրելու օրինակ ադրբեջանական կողմին։ Այսինքն վտանգները շատ մեծ են եւ ցավալիորեն հիմա մենք որ քննադատում ենք
առանձին հոգևորականների դա անցալվում է եկեղեցու դեմ քննադատություն, բայց ես միշտ ասում եմ, պետք է տարբերակենք, այնտեղ հազարավոր բարեպաշտ հոգևորականներ կան եւ 2-3 հոգու քաղաքականությունը չվերագրեք ինստիտուտի դեպ իրենք փորձում են դա վերագրել եկեղեցուն։ Դուք մեզ քննադատում եք, դուք եկեղեցու դեմ եք, եկեղեցու դեմ են նրանք, ովքեր չեն հարգում եկեղեցու օրենքները եւ մեր Տեր Աստծո պատվիրանները։ Այլ հարց է, որ պետք է այն հոգևորականները, որոնք չեն կիսում այս տեսակետը, խոսեն, որովհետեւ պետությունը գործիքակազմ չունի ներսում կարգավորումներ անելու, իսկ եթե չխոսեն, ամբողջ եկեղեցին վարկաբեկվում է։ Վարչապետը ակնկալում է այդ երևի առանձին հոգևորականների դիրքորոշման հայտնում, բայց սպասեք, որ եկեղեցու ներսում իսկապես կգտնվեն առանձին հոգևորականներ, որոնք կունենան համարձակություն իրենց դիրքորոշումը հայտնել։ Ես կարծում եմ դա միայն ժողովրդի ճնշման ներքո կլինի, որովհետև հոգևորականներն եք սպասեն, որ ժողովուրդը իր ձայնը ասի, թե ժողովուրդը ինչպես դա կասի, ոչ իհարկե Facebook-ում հայհոյելով, հուսով եմ, չգիտեմ, ցույցերն են, չեմ կարող ասել, օրինական մեթոդներով ժողովուրդն է եկեղեցու հոտը, այսպես ասած, եթե ժողովուրդը զգում է, որ իր եւ եկեղեցու կապը կորել է կամ վնասվում է ինչ անձանց պատճառով, ժողովուրդը իրավունք ունի իր տեսակետը արտահայտել, այլ հարց է, որ ժողովուրդը հավաքական հասկացությունն է, մի հատվածը կարող ասի ճիշտ է անում Աջապահյանը, մյուս հատվածն ասի, օրինակ ճիշտ չի անում, բայց եթե ճնշում լինի իրական ժողովրդի լայն մասաների կողմից, այդտեղ լուրջ փոփոխություններ կարող է լինել եւ ես նույնիսկ ասեմ Գարեգին երկրորդը իմ կարծիքով ինքը վախվորած անձնավորություն է կներեք, որ այսպես եմ ասում, երբեք քաղաքականության ինքը հայտ չի ներկայացնում, կողքից պաշտպանում է այսպես Բագրատ Գալստանյաններին եւ ինքը խոցելի է։ Դրա համար ես կարծում եմ նա կգնա լռության ճանապարհով, ել չի խոսի, բայց այստեղ նա ունի մեկ լուրջ խնդիր, Ռուսաստանն է կարգավորում իրենց գործունեությունը եւ եթե ստիպեն, այսինքն Գարեգին երկրորդը այսպես երկու քարի արանքում է մնացել այս հարցում իմ կարծիքով։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Կողքից ձեր տպավորությունն ինչպիսին է այս ներքաղաքական պայքարը, որը գնալով սրվելու է, այսինքն մենք առաջիկա 2026-ին ընդառաջ ինչ պատկեր ենք ունենալու, արդյոք այս համապատկերում այդ այլընտրանքային ուժերը կկարողանան լսելի լինել կամ այլ խոսք առաջարկել, որը պահանջված կլինի հանրության կողմից։ Ցավոք չեմ տեսնում, որ այլընտրանքային ուժերը կմիավորվեն, այնտեղ մեծ են անձնական հավակնությունները, բացի այդ իշխանություններն էլ աշխատում են այդ ուղղությամբ, որ նրանք չմիավորվեն, որ իրենց հարմար ընդդիմությունը լինի նախկին իշխանությունների այդ ֆորմատը։ Երկրորդը սրում եմ կանխատեսում ավելի այս հարաբերությունների, որտեղ Փաշինյանը պետք է գնա նորից եւ սպիտակով ընտրությունների, դրա համար այդ Քոչարյանի ֆիգուրը չի աշխատում, ժողովուրդը հասկացել է ինչա կատարվում, նոր սև պետք է գտնեն։ Դա եկեղեցին է կարելի։ Դա եկեղեցին է։ Ես չեմ ասի եկեղեցին, հուսով եմ Փաշինյանը առանձին հոգեվորականներին է թիրախավում, համդես իր որոշ գրառումներ ցույց են տալիս, որ ինքնաս մեզ եկեղեցու դեմ չեմ խոսում, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց հիմա այո, այդ սևի մեջ տեղավորվելու են այս առանձին հոգեվորականները։ Տարածաշրջանային վերջին լուրերին անդրադառնանք, Իրանի նախագահը եւ Ալիևը հայտարարել են, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում շրջադարձային պահ է լինելու։ Դուք ենթադրելի է ձեր համար ինչ մասին է խոսքը։ Ինչ շրջադարձի մասին կարող է խոսք լինել Ադրբեջան-Իրան հարաբերություններում։ Եկեք սկսենք ԱՄՆ-Իրան հարաբերություններից։ Ես միշտ նշել եմ, որ եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորեն արևմուտք Իրան, դա մեզ համար լավ է։ Բայց ես տեսնում եմ, որ Իրանի հոգևոր առաջնորդները, իդեպ նկատում եք բոլոր երկրներում հոգևոր առաջնորդների վրա Ռուսաստանի քաղաքականությունը հիմնավորում, եւ ես դրա փաստերը կարող եմ ներկայացնել, խոսել եմ Սեդատ կոչվող կառույցի մասին, որը միլիարդավոր դոլարները այաթոլլային պատկանում եւ ռուսները այնտեղ մեծ ազդեցություն ունեն։ Ակնհայտ է, որ աշխարհիկ իշխանությունը փորձում է կարգավորել հարաբերությունները, բայց այդտեղ մեծ հակազդեցություն կա։ Եթե հաղթեն պահպանողականները այս պայքարում արևմուտքի հետ հարաբերությունների նորմալիզացման, դա վատ կլինի եւ էլի այդ 3+3 հարթակում նախկին Ռայիսի տեսակետը, որ այո, մենք միայն տարածաշրջանային երկրներով, դա կհաղթի։ Կարծում եմ Ալիևը դա էր ակնարկում, տեսնելով, որ որևէ առաջընթաց չկա Իրան-ԱՄՆ բանակցություններում եւ այնօրն Էրդողանը հասկացրեց, որ Իրանը մնում է համաձայնվի, ուղղակի դա կարմիր գիծ է Իրանի համար, արդյոք դա հոգևոր առաջնորդները հասկանում են, թե իրենց օլիգարխիկ շահերն են պաշտպանում, ինչպես էստեղ, ես չեմ կարող ասել։ Իսկ եթե արևմուտք-Իրան հարաբերությունները կարգավորվեն, ինչը Իրանի շահերից բխում է, որտեղ Իրանը կունենա ելք արտաքին աշխարհ եւ տնտեսությունը կշնչի։ Ուրեմն մենք կունենանք այլ իրադարձություններ, օրինակ Հնդկաստան, Հայաստան, Իրան, Վրաստան, Սևծով ճանապարհը, կդառնանք տարանցիկ երկիր գազի տեղափոխման համար Թուրքմենստանից, բայց քանի որ Տրամպը ինքը հետևողական չի իր քաղաքականության մեջ, ցավալիորեն ես չեմ պատկերացնում, որ այնպեսի ճնշում լինի Իրանի վրա, որ Իրանը գնա միջուկային գործարքի։ Ես կցանկանամ նաև Հայաստանի շահի տեսանկյունից եւ Իրանի ժողովրդի բարեկեցության, որ ճնշումներ լինեն, որպեսզի Իրանը ստորագրի։ Եթե ոչ, կունենանք Ռայիսի նման Իրան, որը ճիշտ է, չի թողի այդ կարմիր գիծը հատվի, բայց այնքան ուժեղ չի լինի, որ կարողանա դրա դեմ պայքարել եւ ելի կունենանք ոչ անվտանգ միջավայր Սյունիքում։ Մա Թրամփը վճռորոշ չէ նաև ռուս-ուկրաինական ճակատում իրադարձությունների զարգացման հետ կապված։ Սրանով էլ ամփոփենք ինչ դիտարկումներ կանեք ընդհանուր առմամբ, բանակցություններ տեղի ունեցան, հայտարարություններ են տարբեր հնչում։ Գիտեք, մի հետաքրքիր բան տեղի ունեցավ Տրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո, չնայած դա կարելի հարցազրույց էլ անվանել, որովհետև խոսողը այդտեղ Պուտինն էր, հիմնական թելադրողը էլի Պուտինն էր, այսինքն ես մնում եմ տեսակետին, որ պետք չի Տրամփի առանձին խոսքերից ելնելով
անել վերլուծություն։ Եկեք նայենք Ամերիկա պետության, ԱՄՆ պետության շահերից։ Տրամպը հեռախոսազրույցից հետո հայտարարեց, որ խնդրել է կոնգրեսին մեկ շաբաթով հետաձգել Ռուսաստանի վրա սանկցիաների, դեպ շատ կոպիտ սանկցիաների կիրառումը։ Այսինքն կա մեծամասնություն ԱՄՆ կոնգրեսում 83 սենատոր, որոնք բավարար են Տրամպի վետոն հաղթահարելու համար, որ ԱՄՆ-ն փոխի իր քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ։ Տրամպը ինքը, ես կարծում եմ նույնիսկ սա կարող է խաղ է, Պուտինին ասում է ես հա քեզ հետ եմ, կոնգրեսն էլ է, դե հանրապետականներն են այդտեղ մեծամասնությունը, չեմ կարծում առանց իր համաձայնության նրանք այդ օրինագիծը կստորագրեին։ Այսինքն Տրամպը հասկանում է, որ ժամանակը սպառվում է, ինքը ամբողջ աշխարհում թույլ ղեկավարի արդեն դիրքերից է հանդես գալիս։ Նա հասկացել է, որ Ուկրաինայի ղեկավարը չի համաձայնվի պարտության, նա հասկացել է, որ Ուկրաինայի ժողովուրդը շարունակում է պայքարել։ Այս հարվածները ռուսական տարածքին եւ Ղրիմի կամուրջին ցույց տվեցին խոցելիությունը Ռուսաստանի, եւ եթե Ուկրաինայի ձեռքերը ազատվեն, ինչպես ասում էր Լոյդ Օստինը, մենք անկանխատեսելի հետևանքներ կունենանք ռազմաճակատում եւ նոր Պրիգոժինների, ուրեմն այց Մոսկվա, այսպես ճակերտավոր։ Այսինքն Ուկրաինան եւ եվրոպական երկրները գիտակցում են, որ եթե Ուկրաինան պարտվի, հաջորդը իրենք են լինելու։ Այսինքն Ուկրաինայի պարտությունը արդեն սահմանային է արևմուտքի համար։ Իրենք Ռուսաստանի հետ սահման ունեն, ԱՄՆ-ն չունի, այնտեղ օվկիանոս է, ինքը կարող է չմասնակցել։ Կարևոր է արդյոք ԱՄՆ-ն կշարունակի զենքի վաճառքը, ես կարծում եմ այո, չի կարող Տրամպը ասել չեմ վաճառում եվրոպացիներին, որոնք դա կտան Ուկրաինային։ Կարևոր է եվրոպացիների օգնությունը այսպես դիվերսիաների անցկացման համար Ռուսաստանում Ուկրաինային եւ տնտեսության այսպես խեղդումը, որը ԱՄՆ կոնգրեսում հիմա իրականացվում է։ Իսկ թե Տրամպը հեռախոսազրույցի ընթացքում ինչ է խոսում, ես վստահ եմ, որ Զելենսկին է արդեն դրա ուշադրություն դարձնում, ոչ էլ Պուտինը։ Իրենք երկուսն էլ հասկացել են, որ պայքարը ռազմի դաշտում է ավարտվելու, ոչ բանակցություններով, ոչ նույնիսկ սանկցիաներով։ Ամառը շատ կարեւոր է այս տեսանկյունից լինելու։ Եթե Ռուսաստանի հարձակումը հաջողվի, սա շատ վատ կլինի։ Իսկ եթե գոնե սարսվի իրավիճակ կամ Ուկրաինան որոշ հաջողություններ ունենա, Պուտինը նոր կնստի բանակցությունների սեղանին։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։